Այդ 2-3 րոպեի ընթացքում մենք զրկվեցինք հավատարմագրումից։ Ժողովրդավար երկրում ժողովրդական իշխանությունը ժողովուրդ օրաթերթի լրագրողներ Քնարիկ Մանուկյանին ու Սոնա Գրիգորյանին զրկել է ազգային ժողովի հավատարմագրումից ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ոչ ցանկալի վայրում մոտենալու համար։ Պատգամավորի հետ նախապես համաձայնեցված չի եղել մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հատկացված հատուկ տեղերից դուրս ազգային ժողովի շենքի այլ տեղում մասնագիտական գործունեություն իրականացնել։ Քնար Մանուկյանը նախապես բանավոր թույլտվություն է ստացել ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակցից եւ շարժվել է թույլատրված ուղղությամբ։ Այս հանգամանքը ֆիքսված է նաեւ տեսախցիկներով։ Կոնջորյանը շատ հետաքրքիր տարածք է գծել, խմբակցության սենյակն է մտնում, աստիճաններ բարձրանում արագ դահլիճից վազելով մտնում է այնտեղ, դու իրավունք չունես այդ տարածքում մոտենալ Կոնջորյանին։ Ասեմ, Նիկոլ Փաշինյանի հետ ավելի հեշտ է առնչվել հիմա, քան Կոնջորյանների ու Արթուր Հովհաննիսյանի։ Կոնջորյանի անսանձ զայրույթի իրական պատճառն ըստ ժողովուրդ օրաթերթի լրագրողների էժան գնված թանկարժեք առանձնատան մասին հարցներ։ Լրագրողներից վրեժ է լուծում նախկին բլոգերը։ Պարոն Կոնջորյանը մի անգամից առանձնատոնում լսել, ասել է հեռացվելու եք, դուք ձեր համար չնախատեսված վայրում եք։ Որպեսզի հնարավոր լինի լրագրողներին զրկել հավատարմագրումից, պետք է նկատողություն տալ 2 օրում եւ զգուշացում են ստացել եւ զրկվել հավատարմագրումից։ 2 նկատողություն է պետք նախազգուշացում, որպեսզի հեռացնեն լրագրողներից խորհրդարանից։ Պարոն Կոնջորյանը քնել արթնացել, հիշել է, որ դեկտեմբերի 3-ին ես իրեն մոտեցել եմ ճաշարանից դուրս գալուց, երբ որ ինքը ավարտեց իր հացը եւ ես որոշեցի հարց հնչեցնել։ Հայաստանի Հանրապետության Հավատարմագրերից զրկելու գրությունը ստորագրել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Նա խոստացել է պատասխանել հայլուրի գրավոր հարցերին։ Հավատարմագրերից զրկված լրագրողները դիմելու են դատարան։ Շարունակելու ենք մինչև վերջ պայքարել։ Այսպես մենք չենք թողնելու, այսինքն մենք լրագրողներս այլևս զրկված ենք Կոնջորյաններին եւ Արթուր Հովհաննիսյաններին կամ Ալեն Սիմոնյանին հարց տալուց։ Սա ինչ է։ Ըստ վիճակագրության 2025 թվականի ամռանը գրանցվել է առնվազն 25 դատական հայց հայկական ԶԼՄ-ների եւ լրագրողների դեմ։ Այդ արդեն նախապատրաստվում է։ Մեծ մասը վիրավորանքի եւ զրպարտության մեղադրանքներով են։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։